Ոստիկանություն ներկայացուցիչներն են այս պահին բախում է տեղի ունենում ոստիկանների եւ քաղաքացիների միջև ոստիկանները փորձում են ներխուժել մայրաթոռ, բայց դուրը տեսնում եք դարպասը բացվեց, այնտեղ են նաեւ հատուկ ծառայության տղաները դուրը այդուամենայնիվ ստացվեց իրավապահների կողմից բացել, վերջիններս բարձրանում են դեպի մայրաթոռի վեհարանի տարածք, իրավիճակը լարվել է ինչպես տեսնում եք։ Քաղաքացիները այդ ամենի փորձում են պահել մայրաթոռի դարպասները, դուրս են եկել իրավապահների դեմ, վանկարկում են ամոթ, սակայն ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ոստիկանների հետ միասին այս պահին ուժ են կիրառում քաղաքացիների դեմ, քաղաքացիների նկատմամբ, բայց կարծեք չի ստացվում իրավապահներին այդուամենայնիվ ներխուժել մայրաթոռ, որովհետև դիմադրությունը քաղաքացիների ավելի ուժեղ է, այս հատվածում արդեն, մյուս հատվածում արդեն իրավապահներին դիմավորելու են այստեղ հավաքված քաղաքացիները, այլ քաղաքացիներ եւ հոգեվոր հայրերը։ Րոպեներ առաջ հայտարարություն տարածվեց, որ Միքայել Սրբազանը որոշում էր կայացրել գնալ քննչական կոմիտե, նրա որոշումը հարգել էին նաև մայրաթոռի հոգևոր հայրերը, սակայն Միքայել Սրբազանը, երբ փորձեց մոտենալ մեքենային եւ գնալ քննչական կոմիտե, քաղաքացիները խառնվեցին եւ խոչընդոտեցին, որ դա տեղի ունենա, ուստի որպեսզի Միքայել Սրբազանին տեղափոխեն քննչական կոմիտե, քաղաքացիների թույլտվությունը հորդորեց ստանալ Սրբազանը։ Listen. What's that on Հարգելի հետևորդներ, Ժողովուրդ, այն աստիճաններով եկեք։ Այն Աստիճաններով եկեք ես պատի վրա, ժողովուրդ ամուսում ակա։ Ասեց աստիճաններով եկեք պատի վրա մտեք։ Հարգելի հետևորդներ, շարունակվում է իրավիճակը լարված մնալ, քաղաքացիները պատի վրայով են անցնում, որպեսզի գան մայրաթոռի տարածք ու կարողանան իրենց աջակցությունը հայտնել հոգևոր հայրերին եւ եկեղեցուն իրավիճակը լարված է, շարունակում մնալ, ոստիկանները փորձում են ամեն դեպքում հասնել վեհարան, սակայն հանդիպել են քաղաքացիների պատին պատնեշին, քաղաքացիներն ամեն գնով պահում են եկեղեցու մուտքը, վանկարկելով թուրք, սակայն իրավապահ համակարգի ծառայողները, այդ թվում նաև ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները շարունակում են իրենց գործողությունները դեպի մայրաթոռ մտնելու, հասնելու եւ Սրբազանին ձերբակալելու համար։ Ես հիշեցնեմ, որ Սրբազանից մեկ րոպեներ առաջ տեղեկացրեց, որ Միքայել Սրբազանը համաձայն է գնալ քննչական կոմիտե, դա նրան արգելել է անել հավատավոր ժողովուրդը, ուստի Միքայել Սրբազանին քննչական կոմիտե տեղափոխելու համար պետք է ստանալ հավատացյալների թույլտվությունը։ Gaz.
Իսկ այդ ընթացքում շարունակում է հնչել Էջմիածնի զանգերը։ Քաղաքացիները շարունակում են դիմադրել իրավապահ համակարգին եւ իրավապահ համակարգը չի կարողանում ներխուժել մայրաթոռ բախում է տեղի ունենում այս պահին ոստիկանների եւ հավատացյալ ժողովրդի միջև դարպասները, որոնք բացվել էր իրավապահ համակարգի կողմից կրկին փակվեց, սակայն ոստիկանության ներկայացուցիչները մնացին դարպասներից այս կողմ, այդուամենայնիվ քաղաքացիները նրանց թույլ չեն տալիս առաջանալ դեպի Վեհարյան սրբազանի հետևից։ Հարգելի հետևորդներ, բախումը ոստիկանների եւ քաղաքացիների միջև շարունակվում է։ Հիշեցնեմ, որ առավոտվանից մայրաթոռի իրավիճակը լարված է։ Քաղաքացիները եկել են պաշտպանելու մայրաթոռը հայ առաքելական եկեղեցին, իսկ իրավապահ համակարգն այս պահին փորձում է ներխուժել այդուամենայնիվ եւ ձերբակալել Միքայել Սրբազանին, ում դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել 3։ Նշեմ, որ նա մեղադրվում է իշխանազավթման կոչեր անելու համար։ Ձեր կադրերում տեսնում եք, որ այստեղ են նաև ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը։ Հոգևոր հայրեր այստեղ փորձում են հաշտեցնել քաղաքացիներին, ոստիկաններին ու թույլ չտալ, որովհետեւ բախում տեղի ունենա, հորդորում են գործողություններն իրականացնել առանց օրենք խախտելու։ Ապա շենքի մոտ է։ Ուրեմն հրաման մի տվեք, եթե ուզում եք, որ չլինի։ Ուզում եք չէ, բայց անելու եք, չէ։ Կինենք։ Եկեք կանայք։ Խոսացեք, իմ դեմքի միմիկաները չի բան։ Չեք մի արդայնացել։ Հայ առաջ եք կանգնած, ես էլ իմ ժողովուրդն եք, ինչի համար ես այնքան կասեմ, այնքան է շատ։ Մենք գիտենք, որ դուք եք դրանց։ Ժողովուրդն եք, ուրեմն դուք մի դուրս եկեք մեր դիմաց։ Ձեզանից
Ժողովուրդ մի արեք, սպաս, ամեն մեկը մի հատ ցանկանում եք ամեն մեկը մի հատ հարցնելու։ Ես մի հատ հարց եմ տվել, ուրեմն արեք ամեն մեկը սուս բնակ ու հանդարտեք Մենակ ես հարցի պատասխանեք, ես իմ համար արդեն պարզ է, սրբության դեմ հրամանը կատարում է, թե չէ։ Հարցի պատասխանից ինչ-որ բան Այո, շատ դուք եք հրաման պատասխան տամ, ասեք սրբազանախելով գալու եմ նստի մեքենան, ինչ կարևոր է հարցի պատասխան։ Ես եմ էստեղ, ես եկել եմ էստեղ հարցի պատասխան ստանալ, իրավունք ունեմ։ Դուք որ գաք եկեղեցից հարցի պատասխանը սիրով ձեզ կլսեմ պատասխան։ Ես ինչա հարցի պատասխան։ Չէ, մենք ընդհանրապես մեկ հարց եմ երկրորդը չեմ տա, սրբության դեմ հրամանը կատարվում է, թե չէ։ Հարցերի չեմ պատասխանում։ Դաժան հարց է։ Իհարկե դաժան հարց չի, ինձանից լավ սրբություն հարգող սիրող չլինի։ Բայմա սրբության դեմ հրամանը կատարվում է, թե ոչ։ Լրիվ այլ մարդ եկել է, այլ հարց։ նման գործողություններ անել իրանց դեմ։ Եկեք էստեղ։ Քո հարցը այլ տեղ ուղի։ Քո հարցը այլ տեղ։ Մարմնի ներկայացուցին եմ ուղում ուղղեն։ Հիմա քոնեման ասում եմ 400 հոգի որ գա, ես պետք է պատասխանեմ։ Ես տենում եմ իստեք, ես եմ ուզում եմ։ Ես քեզ չեմ տենում որ պատասխանեմ։ Քեզ որևիցե բա պետք է տենց անել դեմից։ Հիմա ասած եմ։ Դե մտնում ես։ Կարելին ու չկարելին մենք գիտենք։ Մենք հավատում ենք, որ ի վերջ Համար ժողովուրդ ջան, եթե անմեղ է օրենքի դեմ բոլորս հավասար ենք, ինչի՞ անենք մեղը։ հարաբերական չօգտագործենք Լավ, հա, ապրեք։ Ես եկա ձեզ տանելու եմ։ Բոլորով խոսք տանել, բոլորով տանել։ Այսինքն պետք է իրար չլսենք։ Գիտե։ Բոլորից տանել, իրար չլսենք, ամեն մեկը գերանելի կհանենք։ Հիմա որ 20 հոգի չենք վստահ, եւ ես պատրաստ եմ այդ նահատակության։ Բոլորը կանանու ես Հիմա եթե դուք գիտեք ձեր, մենք գիտենք մեր։ Ես պատրաստ եմ։ Նահատակության են տանել։ Գիտես ինչ են, գնում են մարդու հենասյունն է այս ազգի համար։ Եկեղեցին քանդելով անձը չէ։ Եկեղեցին քանդելով քանդելու են պետությունը։ Դա տրամաբանություն է։ Ես ուզում եմ որ դուք այդ մեղքի տակ չընկնեք։ Ես ուզում եմ որ դուք այդ մեղքի տակ չընկնեք, որտեղ եկեղեցին մի օր գալու է որ նզովելու է։ Եկեղեցին մի օր գալու է որ նզովելու է։ Դուք պատրաստ եք այդ նզովքը ձեր վրա վերցնել։ Այդ հարցը դուք ձեզ տվեք։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Դուք ի տարբերություն մեզ դուք բոլորը ձեզ շատ վատ եք պահում։ Բայց սկսենք դրանից։ Որ մտել եք ես տարած վատ եք։ Այ հենա ձեր ձեներից երևում է։ Ձեր դեմքի միմիկաներից երևում է։ Ձեր դեմքի լարված միմիկաներից երևում է։ Պարոն Հիմա ինչ Հովհաննիսյան, եք օրինակ գոռում։ Պարոն Հովհաննիսյան, եկեղեցի Ձայնի դիապոզանը ավելի բարձր է։ Պարոն Հովհաննիսյան, որ եկել եք։ Այ հիմա տենում ես որ սաղում է Մեծ սիրով հրավիրում։ Մեծ սիրով։ Բայց շատ հաճախակար Չէ, մեծ սիրով միասին գնանք առողջ։ Լսեք Ովքեր գայս են Մանատոր առաջին այցելում են սուպեր։ Ես ամեն օր եմ ասում։ Ամեն օր Տեր հայրը ասում։ Հայր մերը ասում։ Էլ ինչ ասում։ Մի վայր ես առաջանում եմ միասին գնամ։ Ինչի համար։ Որ հրաման կա։ Ինչ հրաման։ Չէ, հրամանը չի լինելու։ Հատառ տանելու են, որ ստանեն։ Հատառ, հա, նպատակը դա է, եկեղեցին։ Հատառը տանելու են, որ տանեն, դա Ամեն հալածանքից եկեղեցին զորացել է։ Ճիշտ ընդհանուր չենք բռնում։ դա նպատակը եկեղեցին հրամայված է, եկեղեցին քանդել։ Դա հրաման է։ Դա տրամաբանական հրաման է։ Վստահ եմ, այս տղեկը չեն ուզում դա։ Վստահ եմ։ Բայց իրանք մի հատ որոշում ունեն, որ հրաժարվեն հրամանը կատարել։ Հաճություն պետք է ունենան հրաժարվելու հրամանը կատարելու։ Եթե սա հաճություն ունենան, մասկ են կանեն, ժողովրդի դեմ Մի րոպե։ Ինչ եք պատրաստվում անել։ Հեսա կանենք կտեսնի։ Այսինքն ո՞ց անեք ո՞ց է։ Բան չի։ Անում եք։ Ո՞վ է Գնայինք ո՞ց։ Լավ, պետք։ Նայեք, հիմա օրինակ ինչ եք։ Չէ, գնացեք մենք Բայց ինքան բան արեք, որ ձեզ հավատում։ Ժորժան, դուք եք հետո ո՞ց տեսնեք ինչ եք անելու։ Ժորժան, ժողովուրդ ջան, հանգ։ Ուզում եք տեղեկանալ ինչ է անելու։ Դուրս են գալու, թող դուրս։
Հարգելի հետևորդները, ազգային անվտանգության ծառայության տղաները հեռանում են մայր աթոռից, Վեհարանի մոտից։ Նստեցին մեքենան անվտանգության ծառայության տղաներն ու հեռանում են։ Չէ, հակառակը բան չէին թողնում։ Կանգնեք ձեր տեղերում, կանգնեք։ Կարող է իրաց բանը վրնալ։ Կարող եք կոմից մտեք, կանգնեք։ Կայնեք։ Շարժվում։ Հողեք բացեք։ Հողեք բացեք։ Հողեք։ Միկրոֆոնը տարի։ Քաղաքացիները միջև բաց կթողնեին, որ գնա ազգային անվտանգության ծառայության մեքենան, ստուգեցին, թե արդյոք որևէ մեկին թաքնի չեն բերման ենթարկել, որից հետո միայն բացեցին ճանապարհը ազգային անվտանգության ծառայողների առաջ։ Նրանք այս պայն հեռանում են մայր աթոռից։ Բայց այդուամենայնիվ կոչ են անում հոգևորականները եւ այստեղ հավաքված քաղաքացիները չթույլատրել դիրքերը եւ մնացած կողմերում շարունակել հերթապահությունն ու պաշտպանությունը